Ինչպես Ամստերդամի միակ հայկական եկեղեցին վաճառվեց ու մեկ դար անց հայերն այն կրկին գնեցին, ու թե ինչու է հարակից այս կամուրջը կոչվում Արմենսբրուխ։ Ամստերդամ, Սուրբ Հոգի եկեղեցի հիմնել է 40 հայ վաճառականների ջանքերով։ Մուտքի վերևում քանդակված գառան մարմարյան քանդակի կողքը գրված է հիմնադրման տարեթիվը՝ 1714 թվական։ Հետագայում, սակայն, 19-րդ դարում Ամստերդամի հայ համայնքն այնքան են օսրանում, որ 1806 թվականից հետո եկեղեցում որևէ արարողություն այլևս չի կատարվում, և 1874 թվականին եկեղեցին վաճառվում է։ Եվ միայն մեկ դար անց 1985 թվականին սրտացավ շրջանակների տրամադրած միջոցներով հաջողվում է հետ գնել եկեղեցին։ Անցնենք կամրջին։ Ես հիմա կանգնած եմ այն կամրջի վրա, որով 300-400 տարի առաջ քայլել են նոր գյուղայից եկած հայ վաճառականները, ովքեր բավականին ազդեցիկ դիրք ունեին Ամստերդամում։ Նրանք այդ կամրջով են եկեղեցուց տեղաշարժում առևտրական թաղամասեր։ Եվ այդ պատմական կապի շնորհիվ կամուրջն անվանվեց հայկական կամուրջ կամ հայերի կամուրջ։